Ոսկի բախտի ժամանակաշրջան։ Վասիլիսա Վոլոդինան անվանում է երկու կենդանակերպի նշաններ, որոնք ապրիլի 24-ին մտնում են հաջողության հեքիաթային հոսք։ 2026 թվականի ապրիլը կնշանավորի կարևոր գործընթացների և իրադարձությունների սկիզբ, որոնք ազդեցություն կունենան առաջիկա տարիների վրա։ Հայտնի աստղագուշակ Վասիլիսա Վոլոդինան անվանել է երկու կենդանակերպի նշաններ, որոնք ապրիլի 24-ից սկսած կմտնեն իսկական հաջողության հոսք։ Այս ընթացքում ուժգնանում է ուժի և տեխնոլոգիական առաջընթացի ցուցադրությունների թեման, ինչպես նաև արագ որոշումների և վճռական հայտարարությունների քանակը։ Ապրիլի աստղագիտական իրադարձություններ։ Ամսվա կեսին, խոյի սկզբում, սպասվում է հզոր մոլորակային կույտ։ Սատուրնը, Նեպտունը, Մարսը և Մերկուրին կմիանան։ Ապրիլի 17-ի նորալուսինը նոր ջանքերին կհագեցնի հատուկ էներգիայով։ Ապրիլի 17-ից 14-ը ժամանակահատվածը կարող է բերել նշանակալի իրադարձություններ, հակամարտություններ և քաղաքական և ռազմական իրավիճակի փոփոխություններ։ Աստղագուշակները զգուշացնում են վթարների մակարդակի և հրդեհների հետ կապված ռիսկերի աճի մասին։ Նեպտունը այս ժամանակահատվածում թուլացնում է տրամաբանությունը և ուժեղացնում հավատքի ազդեցությունը, ստեղծելով ավելի բարձր իմաստի զգացողություն, բայց նաև մեծացնելով պատրանների և ուժի գերագնահատման ռիսկը։ Մերկուրին փնտրում է ելք հետադարձ ցիկլից, կրկնելով հին թեմաներն ու համաձայնությունները։ Ապրիլի 22-ից 24-ից հետո իրավիճակը կդառնա ավելի կայուն։ Ապրիլի 20-ից 26-ը Ուրանը կտեղափոխվի երկվորյակների մեջ, սկսելով խոշոր տեխնոլոգիական և տեղեկատվական ցիկլ։ Փոփոխությունները կանդրադառնան տրանսպորտի, կրթության, նավագնացության, կապի և տեխնիկական գյուտերի վրա։ Սեր և առողջություն։ Ապրիլին Վեներան ցուլի մեջ ուժեղացնում է հարմարավետության և մտերմության ցանկությունը։ Ամսվա առաջին շաբաթում հնարավոր են ուժեղ կրքեր և խանդ Վեներայի և Պլուտոնի քառակուսու շնորհիվ։ Ապրիլի 10-ից 16-ը հաշտեցման և ընտանեկան տոնակատարությունների ժամանակ է։ Ապրիլի 21-ից 26-ին հնարավոր են հանկարծակի համակրանքներ և հարաբերությունների նորացումներ։ Առողջության հարցում արտաքին մոլորակային կլաստերը մեծացնում է վնասվածքի և քրոնիկ հիվանդությունների սրման ռիսկը։ Կարևոր է պահպանել առողջ ռեժիմ և չանտեսել ձեր մարմնի ազդանշանները։ Երկու նշան, որոնք կօրհնվեն բախտով ապրիլի 24-ից։ Վասիլիսա Վոլոդինան մեջբերում է առյուծին և ջրհոսին։ Այս երկու նշանները կմտնեն հեքիաթային բախտի շրջան, սկսած ապրիլի 24-ից։ Ապրիլին առյուծը կզգա նոր ինքնաիրացում։ Ուշադրություն պետք է դարձնել աշխատանքին և ֆինանսական հարցերին, մասնավորապես համատեղ բյուջեին և պարտավորություններին։ Աստղագուշակը խոստանում է թաքնված աջակցություն, որը կարող է թվալ որպես հաջողություն։ Առյուծները կարող են օգնություն խնդրել նրանցից, ում օգնել են անցյալում։ Անձնական կյանքում հնարավոր է խորացնել առկա հարաբերությունները և համատեղ երկարաժամկետ ծրագրերը։ Նոր մարդկանց հետ հանդիպելը հնարավոր է լուրջ ջանքերի միջոցով, աշխատանք, գործուղումներ և ուսում։ Ապրիլի 20-ից հետո կառաջանա իրավիճակի փոփոխության ցանկություն, բայց անհրաժեշտ է ուշադիր պլանավորում։ Ջրհոսը կանցկացնի արագ ընթաց և իրադարձություններով լի ամիս։ Հնարավոր են կոնֆլիկտներ նրանց անմիջական շրջապատում, բայց ապրիլի 24-ից է, որ հաջողությունը սկսում է նրանց օգտին լինել։ Աստղագուշակը զգուշացնում է իմպուլսիվության դեմ մեքենա վարելիս, անհրաժեշտ է զգուշություն։ Այնուամենայնիվ, անսպասելի գաղափարներն ու բանակցությունները հաջողություն կբերեն։ Պլուտոնի ազդեցության տակ ջրհոսը կզգա անձնական վերափոխում և երկարաժամկետ փոփոխություններ իրենց և կյանքի ընկալման մեջ։ Ինչ է սպասում մյուս նշաններին։ Խոյերի համար ժամանակն է գործել, այլ ոչ թե տատանվել։ Ամսվա կեսը նշանավորում է կարևոր մեկնարկ, որը պահանջում է արագ գործողություններ։ Ցուլը կբախվի ներքին պայքարի, արտաքին հանգստության մեջ։ Հնարավոր են գաղտնի կապվածություններ և թաքնված համաձայնություններ։ Երկվորյակները պետք է վերադառնան հին ծրագրերին և ձևակերպեն ֆինանսական պայմանավորվածությունները։ Խեցգետինները պետք է պատասխանատվություն ստանձնեն և սահմաններ սահմանեն ընտանիքում։ Կույսերին անհրաժեշտ է ճկունություն և գործընթացում կողմնորոշվելու ունակություն։ Կարևոր են սիրելիների հետ համաձայնությունները և ֆինանսական որոշումները։ Կշեռքները պետք է թույլ տան իրենց զուգընկերոջը նախաձեռնություն ցուցաբերել։ Հնարավոր են խանդ և ուշադրության համար մրցակցություն։ Կարիճները կբախվեն պահանջկոտ ամսվա, բազմաթիվ առաջադրանքներով, բայց նրանց տիտանական ջանքերը սկսում են արդյունք տալ։
աղեղնավորները կցանկանան պարզեցնել իրենց կյանքը, բայց կբախվեն ֆինանսական սահմանափակումների։ Այցեղ ջուրները կսկսեն իրականացնել երկարաժամկետ ծրագրեր, տեղափոխություն, վերանորոգում։ Ձկների համար հիմնական ուշադրության կենտրոնում կլինի փողը։ Ապրիլը խոստանում է մեծ ֆինանսական հնարավորություններ, բայց կարևոր է զգուշ լինել եւ խուսափել թակարդների մեջ ընկնելուց։ Ապրիլը պահանջում է հասուն մոտեցում եւ գիտակցված առաջխաղացում։ Ամիսը չի բերի հարմարավետություն, բայց կարող է լինել նոր սկիզբների սկիզբ։ Առյուծների եւ ջրհոսների համար ապրիլի 24-ը կնշանավորի հաջողության ոսկե դարաշրջանի սկիզբը։ 3 կենդանակերպի նշաններ, որոնք հանկարծակի կհարստանան 2026 թվականի ապրիլի վերջին։ Ընկերներ, 2026 թվականի ապրիլը մեզ համար ինչ-որ յուրահատուկ բան է պահում։ 15-ից 28-ը երկնային մարմինները կհամընկնեն հազվագյուտ կոնֆիգուրացիայի մեջ, հնարավորությունների իսկական ոսկե միջանցք։ Այս ընթացքում Մերկուրին, Մարսը, Վեներան, Ուրանը եւ Արևը կարծես դավադրություն են կազմակերպում 3 կենդանակերպի նշաններին անսպասելի ֆինանսական խթան տալու համար։ Դուք կզարմանաք, բայց մենք խոսում ենք ոչ միայն սովորական փողի նշանների մասին։ Ինչու ապրիլի վերջ։ Նախ ապրիլի 17-ին մենք ունենք նորալուսին էներգետիկ խոյում, ապա մի քանի մոլորակներ կփոխեն իրենց նշանները։ Ամենամեծ անակնկալն այն է, որ Ուրանը, անակնկալների մոլորակը, ապրիլի 26-ին 84 տարվա ընթացքում առաջին անգամ մտնում է երկվորյակների համաստեղություն։ Միայն այս իրադարձությունը խոստանում է փոփոխություններ, բայց եկեք ամեն ինչ քայլ առ քայլ քննարկենք։ Ծուլ, տիեզերքի անակնկալ նվեր։ Եթե դուք ծնվել եք ծուլի նշանի տակ, կարող եք վստահորեն սպասել հրաշքի 2026 թվականի ապրիլի վերջին, եւ դա միայն հաջողություն չէ։ Ապրիլի 20-ին Արևը մտնում է ձեր նշան, մեկնարկելով ձեր անձնական իշխանության սեզոնը, իսկ ապրիլի 24-ին տեղի է ունենում իսկապես հազվագյուտ իրադարձություն։ Ժամը 1:58-ին Վեներան, ձեր կառավարիչը, միանում է Ուրանին ուղիղ ծուլում։ Ինչ է սա նշանակում գործնականում։ Վեներան փողի եւ գեղեցկության մոլորակն է, մինչդեռ Ուրանը խորհրդանշում է անակնկալ, խորաթափանցություն եւ ճակատագրի նվերներ։ Նրանց միությունը ձեր նշանում գրեթե միշտ բերում է անսպասելի շահույթներ, չհաշվառված բոնուս, հին պարտքի մարում, հաղթանակ կամ շահավետ առաջարկ, որը դուք չեք կարող մերժել։ Երկվորյակներ։ Ուրանը բացում է դուռը դեպի նոր իրականություն։ Երկվորյակների համար 2026 թվականի ապրիլի վերջը կլինի երկատման կետ։ Դա պայմանավորված է նրանով, որ ապրիլի 26-ին ժամը 00:52-ին Ուրանը մտնում է ձեր նշան, ամբողջ 7 տարով։ Սա տեղի է ունենում կյանքում մեկ անգամ, բայց դուք կստանաք ամենահամեղ բարիքները մուտք գործելուց հետո առաջին մի քանի օրերը։ 2 օր առաջ, ապրիլի 20-ին, Վեներան մտնում է երկվորյակների մեջ, այնուհետև ապրիլի 26-ին նա նուրբ սեքստիլ է կազմում Նեպտունի հետ ձկների համաստեղության։ Ինչ է սա նշանակում գործնականում։ Ձեր խոսքերը սկսում են գրավել փողը։ Այսօր սկսած ցանկացած զրույց կարող է հանգեցնել պայմանագրի կամ անսպասելի վճարի։ Ջրհոս։ Պլուտոնի եւ Մարսի աջակցություն եկամտի վերափոխման ժամանակ։ Ջրհոս, ձեր ժամանակը եկավ, դուք վաղուց սովող եք անսպասելիին, բայց այնինչ կպատահի 2026 թվականի ապրիլի վերջին կգերազանցի բոլոր սպասեկումները։ Ձեր հիմնական ֆինանսական աջակցիցը Պլուտոնն է, որը ներկայումս գտնվում է ձեր նշանում։ Նայեք միջոցառումների օրացույցին։ Ապրիլի 16 Մարսը սեքստիլ է Պլուտոնի հետ, 18:59-ին։ Ապրիլի 18-ը Մերկուրին սեքստիլ է Պլուտոնի հետ 20:34-ին։ Սա նշանակում է, որ ձեր էներգիան եւ ինտելեկտը մուտք են գործում խորը ռեսուրսների։ Դուք հանկարծակի կտեսնեք, թե ինչպես կարող եք վերագործարկել եկամտի հին աղբյուրը կամ գտնել բոլորովին նորը, եւ առանց մեծ ջանքերի, ավելի շուտ ինտուիտիվ կերպով։ Ինչ ընդհանուր ունեն այս երեքը։ Երեք նշաններն էլ՝ ծուլ, երկվորյակ եւ ջրհոս, 2026 թվականի ապրիլի վերջին հանկարծակի հաջողություն կունենան։ Սակայն նկատի ունեք, նրանցից ոչ մեկը չի տեսնի, թե ինչպես է փողը երկնքից ընկնում։ Բախտը կգա առկա տաղանդների եւ կապերի միջոցով։ Ծուլը կշահի առօրյա գործողություններից, երկվորյակը հաղորդակցությամբ եւ ջրհոսը գործընկերությունների եւ խորաթափանցությամբ։ Ամենազավեշտալին այն է, որ ոսկե միջանցքը կտևի ընդամենը մի քանի նոր, ապրիլի 24-ից 28-ը։ Այս ընթացքում լուսինը կանցնի իր առաջին կարորդում, ապրիլի 24-ին 2:32-ին, առյուծում, ավելացնելով հումորային լիցքարք։ Մի վատնեք դա, վստահեք անսպասելի առաջարկներին, բայց ստուգեք մանրամասները։ Եվ հիշեք,
Անգամ եթե դուք չեք ընկնում այս 3 նշանների մեջ, ապրիլյան էներգիան միևնույն է կդիպչի ձեզ։ Պարզապես բաց եղեք նոր փորձառությունների, եւ ձեր անձնական ֆինանսական խթանը շատ մոտ կլինի։